Սարգսյան անդրադառնալով այսօր Ալիևի հայտարարություններին պարզ դարձավ նրա խոսքերից, որ գերիների վերադարձ չակնկալենք, նա նշեց, որ իր խոսքերով իբր նրանք ծանր հանցագործներ են, այդ մասով կխնդրեմ։ Ես ճիշտն ասած ծանոթ չեմ այդ հայտարարությանը, մենք այսօր եկել ենք մեր երկուսակցական ընտրություններին մասնակցելու, ուստի կխնդրեմ, եթե դրա հետ կապված հարցեր կան, համեցեք։ Որպես քաղաքական թիմի անդամ դրա համար եմ ձեզ այս հարցերը տալիս, նաև դուք ձեր թիմի անդամները նշում եք, որ Հայաստանում խաղաղություն է, այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ հնարավոր կլինի ստորագրել այդ փաստաթուղթը, միայն եթե սահմանադրությունը։ Գիտեք, որ դա անընդհատ process է եւ մենք գնում ենք այդ ճանապարհով, ամեն ջանք գործադրվում է, որպեսզի օր առաջ խաղաղությունը ամրագրվի եւ վերջնականապես խաղաղություն տիրի մեր տարածաշրջանում, ուստի մեր բանակցողները ամեն օրվա ռեժիմով այդ հարցով զբաղվում են։ Ես որպես համայնքի ղեկավար միայն ուրախ եմ, որ մեր տարածաշրջանում խաղաղություն տիրի, ավելի բան չեմ կարող մտածել։ Պարոն Սարգսյան, դուք ցուցաբերում եք արդյոք մտադրություն ունեք ալգամավոր դառնալ, թե շարունակել եք ձեր։ Տեսեք, այս ներկուսակցական ռեյտինգային ընտրությունները առաջին հերթին նրա մասին են, որ մենք պարզենք մեր կուսակցականների կողմից մեր հանդեպ վստահությունը։ Ձեզ ինչի համար պետք է ընտրի ձեր կուսակից որևէ անդամ։ Ես չեմ կարող ասել ինչի համար պետք է ընտրի, դա շատ լավ հարց է, դա իրենք հենց ընտրողները պետք է մտածեն, շատ երկար մտածեն, ում ինչի համար, ինչ արժանիքի համար, որ արած լավ գործի համար պետք է ընտրեն։ Օրինակ արժի ձեզ ընտրել, որ դուք բոլոր հակաեկեղեցական, հակավեհապարի հետ կապված գործընթացներում ակտիվ մասնակից եք։ Արժի թե չարժի, իմ կուսակցական ընկերները թող որոշեն։ Ցանկացած իմ արած քայլի համար, իմ սայթակումների համար, իմ ձեռքբերումների համար, թող որոշեն իմ կուսակցական ընկերները։ Դա արդեն իմ ներքին համոզմունքն է, չեմ կարող բարձրաձայնել։ Չեմ ընտրի 274 հոգուց 224 հոգու, որովհետև հնարավորություն ունեմ, բարև ձեզ, ընտրելու 50 հոգու, ոչ ավել։ Եթե ավել կամ պակաս ընտրեմ, անբավեր կլինի իմ ընտրությունը։ Պարոն Սարգսյան, երբ որ մասիսում ենք Նիկոլ Փաշինյանն էլ այդ օրը պատարագի էր, դուք վստահեցրեցիք, որ որևէ մեկին, թե համայնքի ղեկավարներին, վարչական շրջանների, թե համայնքապետարանի աշխատակիցներին չեք ստիպում գալ եւ պատարագի մասնակցել, խոսքը այդ օրվա մասին է, նրանք մշտապես գալիս են։ Օրինակ նախորդ Կիրակի ես այցելել եմ Մասիսի եկեղեցի եւ ձեր նշած որևէ մարդկանցից մեկը վարչական ղեկավարներից եւ այլն չկար։ Հետեւաբար դուք այդ օրը ըստ էության վարչական ռեսուրս կիրառելով էիք այդ մարդկանց բերել պատարագի։ Իրենք ձեր գնացած օրը այլ եկեղեցիներում են եղել, իսկ դուք բոլոր եկեղեցիներում հասնում եք օրվա ընթացքում շրջել, պարզելու համար։ Դե մենք հիմա վեդիից ենք, պարոն վարչապետը գալու էր Մասիսի եկեղեցի, ես որպես համայնքի ղեկավար թիմի անդամ լինելու էի Մասիսի եկեղեցում եւ իմ կողմնակիցները, իմ ընկերները, թեկուզ իմ աշխատակիցները իմանալով, որ ես լինելու եմ, իրենք էլ են եկել։ Ինչ կա դրա մեջ։ Պարոն Սարգսյան, այդ օրը քաղաքացիներից մեկը, չգիտեմ տեսել եք թե չէ տեսանյութը, մեր աշխատակիցը իրեն հիվանդանոցից է ինքը եկել եւ այլն, ինչ ճակատագիր ունեցավ, արդյոք հետաքրքրվեցիք։ Մենք ամբողջովին հերքել ենք, նման բան չկա, դա սուտ է իր կողմից, կարող եք, չգիտեմ, եթե հնարավորություն կունենաք իրեն այդ հարցերը ուղղել, այն հանգամանքը, որ ինքը հիվանդանոցից է եկել եկեղեցի, ամբողջությամբ սուտը չի համապատասխանում իրականությանը, որովհետև ինքը վերջին անգամ վիրահատված է եղել եւ առողջ վիճակում է եղել դեռևս 2020 թվականի մարտ ամսից։ Դա հավաստող բժշկական փաստաթղթեր կան, իր արձակուրդը հետ վիրահատական տրամադրվել է իրեն մարտ եւ ապրիլ ամիսներին, եթե չեմ սխալվում, իսկ ինչ վերաբերում է նրան, որ այդ օրը ինքը եղել է հիվանդանոցում, սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը։ Միանշանակ։ Մարդը ինքն սուտ կխոսեք, ասի հիվանդանոցում են եղել։ Դե պարզվեց, որ սուտ է խոսում։ Բայց նպատակը ո՞րն է, գուցե չեմ կարող ասել։ Իր խոսքերի մեջ ամեն ինչ հակասական էր, մի խոսքը չէր համապատասխանում մյուսին, միգուցե շփոթված էր, միգուցե, չգիտեմ, առաջի անգամ էր ձեր հետ կոնտակտի մեջ շփվում, ամեն ինչ հնարավոր է։
Դուք ամեն դեպքում չեք պարտադրում, որպեսզի ներկայանան այդ օրերին քաղաքացիներին։ Ոչ, ես ինչպես ասել եմ իմ խոսքում, նույնը պնդում եմ, որևէ մեկին ստիպողաբար կամ նրան ինչ որ սպառնալով այդտեղ ոչ մեկ չի բերել։ Դա միանշանակ այդպես